Քո մկաններն արդեն թուլանում են, իսկ դու դա նույնիսկ չես նկատում։ Հենց այդ պատճառով դու պետք է գործես հենց հիմա։ Նրանք կորցնում են ուժը, դիմացկունությունը եւ էներգիան, եւ դա կարող է տեղի ունենալ հենց այս րոպեին, քանի դեռ դու ոչինչ չես կասկածում։ Որպես բժիշկ ես դա անընդհատ տեսնում եմ։ Մարդիկ կարծում են, թե իրենց սննդակարգը կարգին է, բայց իրականում նրանց մկանները տառապում են վաղաժամ մաշվածությունից։ Իսկ երբ գալիս է թուլությունը, ինչ որ պահի դու պարզապես գիտակցում ես, որ աստիճաններով բարձրանալը դժվարացել է, մթերքով տոպրակները թվում են ավելի ծանր, քան պետք է լինեին, իսկ սովորական զբոսանքն արդեն այդքան հերթ չի տրվում։ Սա պարզապես հոգնածություն չէ, եւ պարզապես տարիքը չէ։ Սա ակնհայտ ազդանշան է, որ քո մարմինը օգնություն է աղաղակում, եւ դու պետք է լսես նրան։ Լավ նորությունն այն է, որ կա եղանակ վերադարձնելու ուժը եւ պաշտպանելու մկանները քայքայումից, եւ ամեն ինչ սկսվում է նրանից, թե ինչ ես դնում ափսեիդ մեջ։ Եթե քո սննդակարգում չկան անհրաժեշտ մթերքներ, դու ռիսկի ես դիմում կորցնել մկանային զանգվածը ավելի արագ, քան կարծում ես։ Բայց այս տեսանյութում ես կպատմեմ, թե հատկապես ինչ է պետք ուտել էներգիան եւ ուժը վերականգնելու համար, որ մթերքներն են ուժեղացնում մկանները, արագացնում վերականգնումը մարզումներից հետո եւ կանխում դրանց թուլացումը նույնիսկ երիտասարդների մոտ։ Խոսքը բարդ դիետաների կամ թանկարժեք հավելումների մասին չէ։ Սրանք պարզ եւ հասանելի մթերքներ են, որոնք հեշտ է ներառել ամենօրյա սննդակարգում։ Առաջին մթերքը, որն անհրաժեշտ է ավելացնել սննդակարգում, դա նուշն է։ Եթե դու զգում ես, որ մկանները թուլացել են, հոգնածությունն ավելի արագ է վրա հասնում, իսկ մարզումներից հետո վերականգնումը ավելի շատ ժամանակ է խլում, ապա հնարավոր է քո օրգանիզմին չի բավականացնում մագնեզիումը։ Այս հանքանյութը կրիտիկական նշանակություն ունի մկանների աշխատանքի, դրանց կծկման եւ էներգիայի արտադրության համար։ Մագնեզիումի դեֆիցիտը հանգեցնում է ջղաձգումների, սպազմների եւ հոգնածության մշտական զգացողության։ Նուշը հարուստ է ոչ միայն մագնեզիումով, այլև բուսական սպիտակուցներով, որոնք նպաստում են մկանների վերականգմանն ու աճին։ Բացի այդ, այն պարունակում է վիտամին E, հզոր հակաօքսիդանտ, որը նվազեցնում է բորբոքումը մկաններում եւ պաշտպանում է դրանց վնասվածքներից, օգնելով ավելի արագ վերականգնվել։ Մյուս անփոխարինելի մթերքը ձուն է։ Սա բարձրորակ սպիտակուցի եւ կարևոր ամինաթթվի լեյցինի լավագույն աղբյուրներից մեկն է, որը խթանում է մկանների աճն ու վերականգնումը։ Ձվի սպիտակուցը յուրացվում է գրեթե ամբողջությամբ, ապահովելով օրգանիզմը բոլոր անհրաժեշտ շինանյութերով։ Ձուն նաև պարունակում է վիտամին D, որը բարելավում է կալցիումի յուրացումը եւ աջակցում մկանների նորմալ աշխատանքին, ինչպես նաև խոլին, նյութ, որը բարելավում է նյարդային ազդակների հաղորդումը եւ բարձրացնում ֆիզիկական դիմացկունությունը։ Ձվի կանոնավոր օգտագործումը օգնում է արագացնել վերականգնումը մարզումներից հետո եւ նվազեցնել բորբոքումը մկաններում։ Եվս մեկ մթերք, որն անհրաժեշտ է մկանների ուժը պահպանելու համար, դա անյուղ միսն է։ Այն հարուստ է հեմային երկաթով, որն ավելի լավ է յուրացվում օրգանիզմի կողմից եւ անհրաժեշտ է մկանները թթվածնով հագեցնելու համար։ Երկաթի դեֆիցիտը հանգեցնում է արագ հոգնածության եւ դիմացկունության նվազման, որովհետեւ մկանները պարզապես չեն ստանում բավարար թթվածին աշխատելու համար։ Նաև անյուղ մսի մեջ պարունակվում է ամինաթթուների ամբողջական հավաքածու, որոնք անհրաժեշտ են մկանային մանրաթելերի վերականգնման եւ աճի համար, եւ կրեատին, բնական միացություն, որն արագ մատակարարում է մկաններին էներգիայով ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ։ Բայց մկաններին անհրաժեշտ է նաև պաշտպանություն։ Մկանների առողջության համար ամենաանսպասելի, բայց կարևոր մթերքներից մեկը բրոկոլին է։ Այս բանջարեղենը հարուստ է հակաօքսիդանտներով եւ վիտամին C-ով, որը նվազեցնում է բորբոքումը եւ արագացնում վերականգնումը ծանրաբեռնվածությունից հետո։ Վիտամին C-ն նաև խթանում է կոլագենի արտադրությունը, որն ամրացնում է մկանները, կապանները եւ հոդերը, պաշտպանելով դրանք վնասվածքներից։ Բրոկոլիի մեջ պարունակվում են ծծում պարունակող միացություններ, որոնք նպաստում են օրգանիզմի դետոքսիկացիային, դուրս բերելով տոքսինները, որոնք խանգարում են մկանների նորմալ աշխատանքին։ Բացի այդ, նրա մեջ կա կալցիում եւ մագնեզիում, երկու առանցքային հանքանյութեր, որոնք անհրաժեշտ են մկանների կծկման եւ ոսկրային խտության պահպանման համար։ Եվ սա դեռ ամենը չէ։ Այս տեսանյութում ես կպատմեմ ամենահզոր մթերքի մասին, որն օգնում է պահպանել մկանները եւ կանխել դրանց թուլացումը։ Եթե ցանկանում եք խուսափել ջղաձգումներից, հոգնածության եւ պահպանել մարմնի ուժը երկար տարիներ, դու պետք է դիտես այս տեսանյութը մինչեւ վերջ։ Այն ինչ կիմանաս, կարող է դառնալ վճռովակ գործոն առողջ ուժեղ մկանների եւ ուժի անխուսափելի կորստի միջև։
Եթե դու զգում ես հաճախակի ջղաձգումներ կամ նկատում ես, որ մկանները դարձել են ավելի թույլ, քան սովորաբար, հնարավոր է քո օրգանիզմին չի բավականացնում կալիումը, եւ բանանը այս հանքանյութի լավագույն աղբյուրներից մեկն է։ Շատերը չգիտեն, որ կալիումի դեֆիցիտը կարող է հանգեցնել ոչ արդյունավետ մկանային կծկումների, դողի եւ նույնիսկ ծայրահեղ հոգնածության։ Եվ ինչն ավելի վատ է, եթե դեֆիցիտը շարունակվում է, ժամանակի ընթացքում դու կարող ես բախվել մկանային ուժի լուրջ նվազման։ Կալիումը առանցքային դեր է խաղում դեպու մկաններ նյարդային ազդակների փոխանցման գործում, ապահովելով դրանց ճիշտ գծկումը եւ թուլացումը։ Սա նշանակում է, որ առանց այս հանքանյութի բավարար քանակության քո մկանները կարող են սկսել խափանումներ տալ, ինչը կհանգեցնի ցավոտ ջղաձգումների եւ ֆիզիկական վարժությունների կատարման դժվարությունների։ Բացի այդ, կալիումը կարգավորում է ջրային հավասարակշռությունը օրգանիզմում, կանխելով ջրազրկումը մկանների թուլացման գլխավոր պատճառներից մեկը։ Բայց բանանը ոչ միայն կալիումի աղբյուր է, այն նաև ապահովում է բնական ածխաջրերով, որոնք կարևոր են մարզումներից հետո մկանային էներգիայի վերականգնման համար։ Եթե երբևէ քեզ խիստ հյուծված ես զգացել մարզումից հետո, բանանը կօգնի վերականգնել էներգիան մկանների համար։ Կաթ եւ կաթնամթերք։ Եթե քո մկանները թուլացել են եւ դու զգում ես, որ ուժն այլևս այն չէ, դա կարող է կապված լինել կալցիումի եւ սպիտակուցի դեֆիցիտի հետ։ Եվ կաթնամթերքը հանդիսանում է այս երկու սննդարար նյութերի լավագույն աղբյուրներից մեկը, որոնք անհրաժեշտ են մկանների եւ ոսկորների առողջության պահպանման համար։ Ի վերջո, ուժեղ մկանները չեն կարող գոյություն ունենալ առանց ամուր ոսկորների, որոնք աջակցում են դրանց։ Կալցիումն անհրաժեշտ է մկանային կծկումների համար եւ առանց դրա քո մկանները պարզապես չեն աշխատի պատշաճ կերպով։ Այն ուղղակիորեն ազդում է նյարդային ազդակների վրա, ապահովելով, որ մկանները կարողանան շարժվել առանց խնդիրների։ Եթե կալցիումի մակարդակը օրգանիզմում ցածր է, կարող է զգալ թուլություն, ջղաձգումներ եւ նույնիսկ մշտական ցավեր։ Սա տեղի է ունենում այն պատճառով, որ առանց բավարար կալցիումի մկանները չեն կարող արդյունավետորեն ակտիվանալ։ Բայց կաթնամթերքի օգուտը սրանով չի ավարտվում։ Դրանք նաև սպիտակուցի հիանալի աղբյուր են, հատկապես կազեինի եւ շիճուկային սպիտակուցի, որոնք կարևոր են ինտենսիվ մարզումներից կամ այլ ֆիզիկական ծանրաբեռնվածություններից հետո մկանների վերականգնման եւ աճի համար։ Մկաններին անհրաժեշտ է վերականգնում, եւ հենց այդ գործընթացում կաթնային սպիտակուցները մտնում են գործողության մեջ։ Կազեինը օրինակ մարսվում է դանդաղ, ապահովելով մկանները ամինաթթուներով երկար ժամանակի ընթացքում, ինչը իդեալական է մկանային զանգվածի կորուստը կանխելու համար։ Եվս մեկ կարևոր տարր, որը պարունակվում է կաթնամթերքում, դա վիտամին D-ն է, որը կարևոր դեր է խաղում կալցիումի յուրացման եւ մկանների ամրացման գործում։ Վիտամին D-ի դեֆիցիտ ունեցող մարդիկ հաճախ տառապում են մկանների թուլությունից եւ վնասվածքների հանդեպ ավելի մեծ հակումից, որովհետեւ նրանց ոսկորները եւ մկանային հյուսվածքները դառնում են ավելի փխրուն։ Եթե դու քիչ ես լինում արևի տակ կամ կանոնավոր չես օգտագործում կաթնամթերք, հնարավոր է քո օրգանիզմում այս վիտամինի մակարդակը նորմայից ցածր է։ Ավոկադո։ Երբ խոսքը գնում է մկանների առողջության մասին, շատ մարդիկ կենտրոնանում են միայն սպիտակուցների վրա եւ մոռանում են մկանների լավ գործունեության համար կարևորագույն դաշնակիցների՝ առողջ ճարպերի մասին։ Երբ խոսքը որակյալ ճարպերի մասին է, ավոկադոն լավագույն մթերքներից մեկն է, որը կարելի է օգտագործել մկանների ամրապնդման եւ հոգնածության կանխարգելման համար։ Ավոկադոն հարուստ է մոնոճահագեցած ճարպերով, որոնք օգնում են նվազեցնել բորբոքումը եւ բարելավում են արյան շրջանառությունը։ Սա նշանակում է, որ քո մկանները ստանում են ավելի շատ թթվածին եւ սննդարար նյութեր, ինչը բարելավում է վերականգնումը եւ կանխում ցավը մարզումից հետո։ Բացի այդ, այս առողջ ճարպերը նաև օգնում են պահպանել էներգիայի կայուն մակարդակը օրվա ընթացքում, կանխելով հյուծման զգացողությունը։ Եվս մեկ կարևոր սննդարար նյութ, որը պարունակվում է ավոկադոյի մեջ, դա կալիումն է, որը ինչպես եւ բանանի դեպքում անհրաժեշտ է մկանների ճիշտ կծկման եւ ջղաձգումների կանխարգելման համար։ Եթե դու զգում ես, որ մկանները դառնում են կոշտ կամ ցավոտ մարզումից հետո, դա կարող է լինել նշան, որ քեզ մոտ կալիումի ցածր մակարդակ է։ Ավոկադոն օգնում է բնական ճանապարհով ուղղել դա։ Բայց սա դեռ ամենը չէ։ Ավոկադոն նաև պարունակում է վիտամին E, հզոր հակաօքսիդանտ, որը պաշտպանում է մկանային բջիջները օքսիդատիվ սթրեսի հետևանքով առաջացած վնասվածքներից։ Սա հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր կանոնավոր զբաղվում են ֆիզիկական ակտիվությամբ, քանի որ մկանային մաշվածությունը կարող է հանգեցնել միկրովնասվածքների, որոնք անհրաժեշտ է վերականգնել։ Ավոկադոյից ստացված վիտամին E-ի օգնությամբ քո մարմինը արագացնում է վերականգնման գործընթացը եւ նվազեցնում բորբոքումների ռիսկը։ Բացի այդ, ավոկադոն պարունակում է մագնեզիում,
հանքանյութ, որն անհրաժեշտ է մկանների թուլացման եւ ջղաձգումների կանխարգելման համար։ Առանց բավարար մագնեզիումի մկանները կարող են ակամա կծկվել եւ ժամանակի ընթացքում կորցնել արդյունավետությունը։ Այս հանքանյութը նաեւ օգնում է AFA-ի, ATF-ի արտադրությանը, մկանային բջիջների էներգիայի հիմնական աղբյուրի։ Հաջորդ մթերքը սաղմոն։ Եթե դու ցանկանում ես պահպանել մկաններդ լավ վիճակում, ավելի արագ վերականգնվել մարզումներից հետո եւ կանխել բորբոքումը, անհրաժեշտ է սաղմոն ավելացնել քո սննդակարգում։ Այս զարմանահրաշ ձուկը որակյալ սպիտակուցի եւ օմեգա 3-ի լավագույն աղբյուրներից մեկն է, ինչը նրան դարձնում է իդեալական մթերք մկանների վերականգնման եւ ուժի ավելացման համար։ Եթե քո մկանները թուլացել են, դու զգում ես մշտական հոգնածություն կամ երկար ես վերականգնվում մարզումներից հետո, դա կարող է ազդանշան լինել, որ քո սննդակարգում պակասում է այս սուպեր մթերքը։ Օմեգա 3-ը, որը մեծ քանակությամբ պարունակվում է սաղմոնի մեջ, հսկայական ազդեցություն է ունենում մկանների առողջության վրա։ Այն նվազեցնում է բորբոքումը մկանային հյուսվածքներում, ինչը նշանակում է ավելի քիչ ցավ մարզումից հետո եւ ավելի արդյունավետ վերականգնում։ Սա չափազանց կարևոր է, քանի որ քրոնիկ բորբոքումը կարող է հանգեցնել մկանների թուլացման եւ ժամանակի ընթացքում դրանց աշխատանքի վատթարացման։ Եթե դու հաճախ ես մարզվում, այս նուտրիենտը օգնում է նվազեցնել վնասվածքների ռիսկը եւ պահպանում է մկանները ամենաբարձր մակարդակի վրա։ Բացի այդ, սաղմոնը հարուստ է լիարժեք սպիտակուցներով, որոնք անհրաժեշտ են մկանների վերականգնման եւ ամրապնդման համար։ Յուրաքանչյուր մարզում առաջացնում է մկանային մանրաթելերի փոքր վնասվածքներ, որոնք անհրաժեշտ է վերականգնել։ Առանց բավարար քանակությամբ սպիտակուցի, քո մկանները չեն կարողանա վերականգնվել պատշաճ կերպով, ինչը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել մկանային զանգվածի կորստի։ Քաղցր կարտոֆիլ։ Եթե դու զգում ես, որ քո էներգիան արագ անհետանում է օրվա ընթացքում, կամ մկաններդ այնքան ուժեղ չեն, որքան նախկինում, դա կարող է ազդանշան լինել, որ քո օրգանիզմին պակասում են որակյալ բարդ ածխաջրեր։ Լավագույն մթերքներից մեկը, որը կապահովի քեզ այդպիսի էներգիայով, քաղցր կարտոֆիլն է։ Բացի նրանից, որ այն համեղ է եւ ունիվերսալ, այն մկանների վերականգնման եւ դիմացկունության ավելացման համար անհրաժեշտ սննդարար նյութերի հարուստ աղբյուր է։ Ի տարբերություն պարզ ածխաջրերի, որոնք տալիս են էներգիայի արագ, բայց կարճաժամկետ հոսք, քաղցր կարտոֆիլը պարունակում է բարդ ածխաջրեր, որոնք դանդաղ են յուրացվում օրգանիզմում։ Սա նշանակում է, որ քո մկանները կստանան էներգիայի կայուն հոսք, կանխելով արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ տատանումները եւ պահպանելով ֆիզիկական ակտիվությունը օրվա ընթացքում։ Եթե դու մարզվում ես կամ զբաղվում ես ցանկացած ֆիզիկական ակտիվությամբ, քաղցր կարտոֆիլի օգտագործումը կօգնի խուսափել էներգիայի արագ սպառումից։ Քաղցր կարտոֆիլի եւս մեկ զարմանալի առավելություն վիտամին A-ի բարձր կոնցենտրացիան է, որն անհրաժեշտ է մկանների վերականգնման եւ հյուսվածքները օքսիդատիվ սթրեսից պաշտպանելու համար։ Վիտամին A-ը նաեւ կարևոր դեր է խաղում իմունային համակարգի առողջության մեջ, օգնելով օրգանիզմին վերականգնվել ինտենսիվ մարզումներից հետո։ Բացի այդ, քաղցր կարտոֆիլը պարունակում է կալիում եւ մագնեզիում, երկու հանքանյութեր, որոնք օգնում են մկանների կծկմանը եւ ջղաձգումների կանխարգելմանը։ Սպանախ։ Եթե գոյություն ունի սուպեր մթերք, որը կարող է կանխել մկանային ուժի կորուստը եւ բնական ճանապարհով ամրացնել քո մկանները, դա սպանախն է։ Այս բանջարեղենը կարող է պարզ թվալ, բայց այն իսկական ռումբ է երկաթի, մագնեզիումի եւ նիտրատների պարունակությամբ։ 3 սննդարար նյութեր, որոնք կարևոր դեր են խաղում մկանների դիմացկունության եւ արտադրողականության մեջ։ Երկաթն անհրաժեշտ է մկանները թթվածնով հագեցնելու համար։ Առանց բավարար երկաթի մկանները ստանում են ավելի քիչ թթվածին, ինչը նրանց դարձնում է ավելի թույլ եւ հակված հոգնածության։ Շատ մարդիկ տառապում են երկաթի դեֆիցիտից, չնկատելով դա, ինչը կարող է հանգեցնել էներգիայի կորստի, ֆիզիկական դիմացկունության նվազման եւ նույնիսկ ամենօրյա խնդիրների կատարման դժվարությունների։ Սպանախի կանոնավոր օգտագործումը օգնում է խուսափել այս խնդրից, ապահովելով մկանները նորմալ գործունեության համար անհրաժեշտ թթվածնով։ Եվս մեկ կարևոր տարր, որը պարունակվում է սպանախում, մագնեզիումն է, որն անմիջականորեն ազդում է մկանների կծկման եւ ջղաձգումների կանխարգելման վրա։ Մագնեզիումը նաև օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը, ապահովելով էներգիայի հոսք մկանների համար։ Եթե դու զգում ես, որ քո մկանները հաճախ դառնում են կոշտ կամ ցավոտ, դա կարող է լինել նշան, որ քեզ սննդակարգում պակասում է մագնեզիումը։ Բայց սպանախի գլխավոր գաղտնիքը թաքնված է նիտրատներում։
նյութեր, որոնք բարձրացնում են մկանների արդյունավետությունը եւ բարելավում դիմացկունությունը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ սպանախի կանոնավոր օգտագործումը կարող է բարձրացնել մկանային ուժը մինչև 20%-ով, ինչը այս բանջարեղենը դարձնում է իդեալական դաշնակից մարզվողների համար։